Ոստիկանների դեմքերը տեսնում էինք, մարդիկ դեմքները փախցնում էին։ Իրենք էլ ամոթից չգիտեին ինչ անեին։ Ժողովուրդը հաղթեց երեք։ Ինչ հիմա էլ Միքայել Սրբազանին հանձնեցինք։ Ժողովուրդ ջան, եկել ենք։ Ես բժիշկ եմ։ Կարամ ընդհանրապես չխառնվեի։ Ոչ մի բանի։ Մենք գիտենք ինչ ենք անում, ոչ մի բան չգիտեք։ Եթե իմանայիք որևէ բան, այս օրին հասած չէր լինի։ Այս պահին կա դեռ հնարավորություն։ Ունենք տղամարդկության խնդիր։ Բարև ձեզ, դուք դիտում եք հարցեր կան հաղորդումը, այսօր հարցեր կան մանկական ու ռուսկաբանության միջազգային միության Ասիա աշխարհամասի նախագահ Գևորգ Թամամյանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ։ Երեք հայոց նորագույն պատմության ամենաողբերգական, ամենաամոթալի օրերից մեկն էր։ Այսօր արդեն պարզ դարձավ, որ Միքայել arczepiskopos Աջապահյան, ում ես բազմիցս հյուրընկալել եմ այս տաղավարում, կալանավորվեց 2 ամսով, բայց այսօր արթնացել ենք ու ակնհայտ է, որ այդ ամենը համապետական ցնցում չառաջացրեց։ Ազնիվ չէ ասել, որ ընդհանրապես ցնցում չառաջացրեց, որովհետև շատ մարդիկ վրդովված էին, սրտնեղած էին, շատերը ֆիզիկական ցավ էին զգում այդ ամենից։ Բայց ընդհանուր առմամբ կյանքի ռիթմը այսօր չի փոխվել մեծ հաշվով։ Պարոն Թամամյան, ինչ պիտի անեն քաղաքական գործիչները, հոգևորականները, հասարակական գործիչները, մտավորական համարվողները, մտահոգ քաղաքացիները, որպեսզի այսօրվանից սկսած կյանքի ռիթմը փոխվի եւ այս իրականությունը փոխվի, որովհետեւ ուզենք թե չուզենք, նաեւ երեկվանից հետո մեր կյանքը այլ առաջվանը չէ։ Իսկ 1915 թվականի երբ որ կոտորվում էին, մի կողքի գյուղը կոտորվում էր, մյուս գյուղում փոխվում էր իրավիճակը։ Դրա համար էլ ունեցանք 1.5 միլիոն զոհ, ցեղասպանություն եւ մյուս 1.5 միլիոնը սփռվեց ամբողջ աշխարհով։ Այսինքն սովորական մարդը ինչ կամ անզորությունից ինքն իրեն է չգիտի ինչ անի, կամ մի մասին այդ այսօրվա այդ չգիտեմ ինչ անունով կոչեմ ռոպագանդան շեղում է, որ սովորական մարդիկ են, իրենք չգիտեն որին հավատան, որին չէ։ Մի մասը տեղյակ էլ չի լինում։ Այսինքն այստեղ առաջնորդության խնդիր կա։ Քաջության ասեմ, խնդիր կա, հարցերին ավելի կոշտ նայելու խնդիր կա, միջևեր պատրաստ գնալու խնդիր կա, առաջնորդության մեջ է այս խնդիրը։ Էլ ինչ պիտի լինի, որ որոշեն, որ պիտի ձեր ասած Երբ որ Բագրատ Սրբազանի գլխին այս ամեն ինչը սարքվեց, Բագրատ Սրբազանը իր համար չէր պայքարում միայն։ Իր համար չէր պայքարում։ Ինքը եւ որևէ խնդիր չէր ունենալու երբեք։ Թե ներկա իշխանության ժամանակ չէր ունենա, հաստատ բոլորը կգնային ձեռքը կպաչեին։ Ժամանակին բոլորի վերաբերմունքը տեսել են։ Եթե ինքը ձայն չաներ, թե մտածում են ամենախելացին իրենք են։ Շատերը։ Ոչ մեկ չմտածի, թե կարող է Բագրատ Սրբազանի այդ անձնազոհության կամ հայրենասիրության կամ խելքից ավել լինի կամ ինչ որ ձևով համեմատվի։ Ինքը ձևը չգիտեր այդ ամեն ինչի։ Բայց ինքը այդ ամբողջը իր վրա վերցրեց։ Այս ամբողջ կրկեսը կառուցվեց իր շուրջ։ Երբ որ Բագրատ Սրբազանին տարան, ես չտեսա այդ համախմբումը իր շուրջ։ Ցավով եմ ասում։ Ահա որ մեծ ցավով եմ ասում։ Ես հույս ունեի, որ երեք կտեսնեի այդ համախմբումը, ու տեսա։ Այսինքն զորքերը մտել էին մայրաթոռ, մեր հայկական։ Ես տեսնում էի, չէ, այդ մարդկանց դեմքերը, մեր ժողովրդից են, ոստիկանների դեմքերը տեսնում էինք, մարդիկ դեմքները փախցնում էին։ Իրենք էլ ամոթից չգիտեին ինչ անեին։ Թող չանեին։ Գնացին, շատերը հրաժարվեցին, հա մի քանի հոգի էլի կային որ բան, բայց ժողովուրդը հաղթեց երեք։ Իրենք չկարեցան Սրբազանին տանեն։ Եվ ինչ իմաստ ուներ հետո գնալը, ինչ հիմա էլ Միքայել Սրբազանին հանձնեցինք։ Ես Միքայել Սրբազանին անձամբ այդքան լավ չեմ ճանաչում։ Բագրատ Սրբազանը իմ եղբայրն է։ Եղբորպես եմ ընդունում։ Միքայել Սրբազանին այդպես չեմ ճանաչում, ավելի շատ մի երկու անգամ եմ հանդիպել։
տարբեր ինչ-որ հանգամանքներում։ Բայց երեք էլ հանձնեցինք Միքայել Սրբազանին։ Վաղը գնալու են մյուսների հետևից հերթով։ Երբ որ կոչ հնչում, ասում են ժողովուրդ ջան, եկել ենք։ Ես բժիշկ եմ։ Կարող ընդհանրապես չխառնվեի։ Ոչ մի բանի։ Փառք Աստծո ունեմ այնքան արած, որ որևէ մեկը չի կարող կյանքում ասի, թե ինչի ստեղ չես կամ ընդեղ չես։ Աշխարհի որ կետում էլ լինեմ, կարող բացարձակ չգնայի։ Բայց հայ մարդ եմ, գնացել եմ։ Ցավով եմ այս ամեն ինչը նշում, շատ մարդիկ կան այնտեղ, որ շատ հարազատ եմ ընդունում։ Բայց սխալվում են։ Բազմիցս երեք ասեցի։ Ոնց կարելի էր, ածն թողե գնացել է։ Դարպասների տակ թողե գնացել այն մարդիկ են մարդիկ։ Իրենք չէ որ իշխանությունը տեսավ, չէին կարողանում, որտեվ այդ մարդիկ չէին անում այդ ամեն ինչը շատերը։ Դարպասներից գլխիկոր հետ գնացին։ Դրանից հետո Սրբազանին հանձնենք գնա։ Բնական է Սրբազանը, Միքայել Սրբազանը գնալու էր այդ ազնազոհությանը։ Բայց մենք թողենք որ գնա։ Բայց չենք կարա, գրկելով չենք կարա պահենք չթողնենք գնա։ Ես չեմ կարա ինձ թույլ տամ այդ բանը։ Ինչքան էլ ասեմ, բայց չենք կարա։ Եթե երեք կար այդ հաղթանակը, փոքր նույնիսկ, ժողովրդի մեջ էլի հույս արթնացավ։ Այսօր էլ եթե կոտրենք, շարունակվելու է նույն տեմպով։ Ես ձեզ ասեմ, ոչինչ չի կանգնելու, տենց է լինելու է։ Տրամաբանող մարդը գիտի, որ տենց է լինելու է։ Ում են բանանում սպասում։ Ինչին են սպասում։ Ինձ ամենաշատը ցավացնում է եւ նյարդայնացնում ասեմ, ինչ ասեմ, զայրացնում այն բանը, լուրջ դեմքի հարցում ասում են դե գիտեն ինչ են անում։ Ոչ մեկ չգիտի ես ինչ են անում։ Ոչ մեկ թող լուրջ դեմքի արտահայտություն չընդունի։ Արցախի կորստից հետո ոչ մեկ իրավունք չունի այդ դեմքի արտահայտությունով ընդունած ասի գիտենք ինչ ենք անում։ Ոչ մի բան չգիտեք։ Եթե իմանայիք որևէ բան, այս օրին հասած չէր լինի։ Բագրատ Սրբազանի դատավարությանը, դատարանի բակում ես իրոք հույս ունեի այնքան մարդու տեսնել։ Բա ինչու չկային։ Չկային։ Ես չեմ այդ հարցի։ Ես իրոք բան է եղել նաև օրինակ երբ որ նույն Սամվել Կարապետյանին ձերբակալեցին եւ մեր հոգեվորականները գնացին դատարան, ուրախացա որ հոգեվորականներն են սկսում։ Բնական է այդ մարդը այդքան բարեգործություններ արել, պիտի գնան։ Իհարկե։ Բնույն ձևով ձեր եղբորը ձերբակալում են։ Քանի հոգի էր, մի քանի հոգու եմ տեսել։ Այս ցավով եմ նշում, շատերը ինձ շատ հարազատ են։ Ում ենք սպասում, ինչին, ինչ առաջնորդության, երեք եկեղեցու զանգերը խփում են, Էջմիածնի զանգերը քանի անգամ է խփվել։ Հետո դադարեց, ինչի դադարեց։ Ես այս ամեն ինչ ասում եմ ահավոր մեծ ցավով։ Ու չգիտեմ ոնց ուզում ընդունի, вообще ընդհանրապես մտածելու բան չունեմ այստեղ։ Ոչ մեկ չմտածի թե ավելի այտենց կարան լեզու գտնեն, բան անեն։ Չի լինելու։ Իսկ ասեմ չի լինելու։ Այսօր կա իրավիճակ ստեղծված։ Այսօր իրավիճակ կա ստեղծված։ Կոնկրետ օրինակ, երեք Միքայել Սրբազանի տեխնատության հարցում երեք կոնսոլիդացիա ոնց որ եղավ։ Այդ մարդն հայտարարել է քանի անգամ, չէ՞, տարբեր իր հարցազրույցների ժամանակ այսօր է գրել էին, որ ինչ դերում էլիս տեսնեն պատրաստ եմ ես մինչև վերջ գնամ։ Բայց նամակ բնական է հասկանալ չի ուզում հիմա։ Պետք է հորդորեն այդ մարդուն, ինքը քանի անգամ հայտարարել է, չէ՞, որ ես պատրաստ եմ մինչև վերջ տարբեր բաների գնամ։ Ինքը չի ուզում որ մնացածին հարվածի տակ դնի։ Երբ որ մի հատ բան իրավիճակ պատկերացնենք, իմանանք վտանգավոր բան է։ Եկել են իմ հետևից օրինակ։ Հա? Ես ընկերներիս հետ նստած եմ։ Բնական է, չէ, որպես բարոյական մարդ, որպես տղամարդ, առաջինը ես վեր կանեմ, կասեմ ես գնում եմ։ Ոչ մեկի թո բան չլինի։ Այդ իմ ընկերների պարտականությունն է ինչ չթողնելը։ Ամեն գնով։
Դե 3 հոգևորականները հավասար կռիվ էին տալիս։ Տեսել եմ։ Այդ հոգևորականների կռիվներ նաև եւ հայ ազգի կռիվներ, որ ածն թողեց գնաց։ Այո։ Հետո ինչի գնաց։ Այդ հետոն, երբ որ իշխանությունը համակարգված գիտի այից հետո բն է։ Չգիտի։ Իրենք հախուռ հաղթում է նա, ով պայքարում է։ Հա, բայց իրենք հախուռն չեն գործում, հստակ կազմակերպված է իրենց մտքով։ Դա հարցը դա է։ Բայց ինչի չգիտեն, որ այից հետո ինչ են անելու։ Ես պետք է ասեմ։ Ես բժիշկ եմ։ Ես այս ինչը որ ասում եմ, սրտից եմ ասում, ու ինձ չի հետաքրում ով կնեղանա, ով չի նեղանա, անկեղծ ասեմ։ Նորից եմ ասում, ես որևէ մեկի կարող եմ երբեք ոչ մի բան չունենամ, ոչ մի բան չասեմ։ Ցանկացած կողմից։ Փառք Աստծո իմ ապրած ինչքան որ ապրել եմ, այդ կյանքս արածներս բավարար է, որ գլուխս միշտ պարզ ճակատով դուրս եմ անկում, բայց մենք ինչ ենք անում։ Էլի կորցնենք, ոնց որ Արցախը կորցրեցինք։ Արցախը կորցնելուց հետո նորից եմ ասում, ոչ մեկ թող չասի, մենք գիտենք ինչ ենք անում, չկա տենց հասկացություն։ Եթե գիտեիք չէինք կորցնի Արցախը, եթե գիտեիք երեք մայր աթոռի վրա հարձակում չլինի։ Չկա տենց բան։ Ամերիկյան բան կա, գիտեք, մի հատ հետաքրքիր արտահայտություն կա։ Ասում է, ու ես կարծում եմ այդ երկրի հզորության նաև հիմքերից մեկը դա է, որտեղ մարդիկ ամեն ինչին վերաբերվում են բավական լրջությամբ։ Ասում է, in God we trust, all others bring data։ Այսինքն Աստծուն մենք հավատում ենք, մնացածը փաստերով խոսեք։ Փաստարկված խոսեք։ Եվ դա բոլորին է վերաբերվում։ Աստծուն մենք հավատում ենք, մնացածը փաստարկված խոսեք։ Աշխարհի ամենահզոր պետության հիմքերից մեկն է այդ փիլիսոփայությունը։ Հիմա ինչ անենք, այս ընդդիմությունը այս որակն ունի։ Լսեք, մենք ժողովուրդս ընդհանուր առմամբ մեր հայ ժողովուրդը ընտիր ժողովուրդ է, բայց մենք ունենք առաջնորդության խնդիր։ Հիմա ես մտավախություն ունեմ, պարոն Թամամյան, որ մի քանի օր անցնի, էլի թիրախավորելու են ժողովրդին, արդեն սկսել են թիրախավորել։ Մինչդեռ ես տեսա մարդկանց, որոնք կանգնել էին մեքենայի առջև, չէին թողնում, որ մեքենան գնա։ Այդ թվում դուք։ Հա իհարկե։ Բան գործ չունենք։ Մահապարտ կանգնած էին այդ մարդիկ մեքենայի առջև։ Մահապարտել ո՞նց է լինում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին վայն կամատների դիմաց հերթը չէր պակասում կամավոր գրվելու։ Ես մարդկանց եմ տեսել այդտեղ, որ կյանքում չէի պատկերացնի, որ այդ մարդկանց կտեսներ։ Ժողովուրդը ընտիր ժողովուրդ է, ճիշտ առաջնորդություն է պետք։ Այս պահին կա դեռ հնարավորություն։ Պետք չի ժողովրդին մեղադրել։ Ժողովուրդը ինչ, ժողովուրդը ինքն էլ է ցայտնոտի մեջ չգիտի, մի տեղով էս են ցույց տալիս, մի տեղով են ցույց տալիս, պրոպագանդան շատ խոր աշխատում է։ Ժողովուրդը ինչ անի։ Մենք ինչ գործ ունենք այս թեմայով խոսելու։ Ես բանը գործ չունեմ։ Փառք Աստծո, այնքան բանը գործ ունեմ, որ կարամ ընդհանրապես ոչինչ չխոսեմ։ Ընդհանրապես ու կյանքում ոչ մեկ չի կարա պրետենզիա ներկայացնի։ Բայց ինչ։ Հաջորդ քայլերը ո՞րն է։ Հաջորդը գնալու են 2 օր առաջ եմ գրել դրա մասին։ Մի քիչ եթե մարդը տրամը բանում, պարզ պատկերացնում է ինչ է հաջորդը լինելու։ Գնալու են վեհափարի հետևից։ Իհարկե։ Ավելի շատ մարդ կհավաքվի։ Գիտեք, երբ որ ուժերը ջլատվում են, այդ տրամաբանությունը չեմ հասկանում, էլի ոնց կլինի, որ ավելի շատ մարդ կհավաքվի։ Ասենք նման հզոր անհատականությունների մեկուսացնելով, ոնց որ Բագրատ Սրբազանն է, ոնց որ Միքայել Սրբազանն է, հետո ավելի ուժեղ են լինելու, որ երբ որ գնան վեհափարի հետևից։ Ես հույս եմ հայտնում։ Ես այդպես չեմ մտածում։ Իմ տրամաբանությունը լրիվ ուրիշ բան է։ Թող ես սխալ դուրս գամ։ Ու երեք դրա մասին բազմիցս ասել եմ։ Մեր հայկական բանը ոնց ասեմ, մենակ հայկական չէ, ամբողջ աշխարհում երևի այդ հեքիաթներն ու բաները կան, որ սովորացնում են, չէ, որ ավելը չեն կարողանում կոտրեն, բացում առանձին են կոտրում։ Մենք չենք կարողանում այդ ընդունել։ Սկզբից Բագրատ Սրբազանին հանձնեցինք,
Եվ ոչ մի ձայն, կյանքը շարունակվեց։ Ամենապայծառագույն հայերից մեկը։ Ով որ մի անգամ շփվել է գոնե իր հետ, գիտի ինչ մարդու մասին է խոսքը, բարձ հասկանում է ոնց սարքեցին այդ ամեն ինչը։ Հիմա հանձնեցին Միքայել Սրբազան, հանձնեցինք Միքայել Սրբազանին, ինչքան էլ ինքը գնաց։ Մենք իրավունք ունենք թողնենք, որ ինքը գնար հանձնվեր։ Ասենք, այտենց խարիզմատիկ մարդկանց մենք իրավունք ունենք, որ գնան հանձնվեր։ Թշնամին ինչ է անում ընդհանրապես որ պատերազմ է լինում, թշնամին ինչ է անում։ Գլխատում է առաջնորդներին, չէ՞։ Մենք թույլատրում ենք, որ մեր առաջնորդների հետ այտենց վերաբերեն։ Ինչ հույսով։ Լավ, այս թնջուկը ոնց է բացվելու։ Մենք հայ ժողովուրդ առաջնորդության մասին եմ խոսում, ժողովրդի մասին չեմ ասում։ Ունենք տղամարդկության խնդիր։ Ամենալրջությամբ եմ ասում։ Ու այսօր կանայք մեր հաստատ իրավունք ունեն մեզնից հայերեն այդ բառը չեմ գտնում, աճոտ պահանջելու այս հարցով։ Քայլ անելու խնդիր ունենք։ Անձնազոհության խնդիր ունենք։ Ունենք, պիտի ուղիղ խոսանք։ Եթե դիագնոզը չի դրվում, պացիենտին հնարավոր չի բուժել։ Մենք անձնազոհության խնդիր ունենք։ Քաղաքական խաղերի բաների մեջ ես չեմ խառնում։ Ես խոսում եմ այն իրավիճակի մասին, այն ինչը որ իմ աչքը սովորական հայ մարդ, ես քաղաքական գործիչ չեմ, բնավ։ Ոչ էլ ցանկություն ունեմ որևէ քաղաքական ինչ-որ բաների մեջ ներգրավել։ Ես խոսում եմ որպես մարդ, որից ետը ցավում է, որը լսել է կոնկրետ։ Կոչը գնացել է երեք Էջմիածին։ Իմացել է, առանց կոչը լսելու էլ իմացել է։ Ես խոսում եմ որպես սովորական հայ մարդ, որը այսօր առավոտ արթնանում է, արթնացել է ու տեսել այս իրավիճակը։ Էլի։ Պարզ չէր, որ երեք տենց էր լինելու։ Այսինքն, որևէ մեկի մեջ կասկած կար, որ տենց չէր լինելու։ Իրոք էլի, անկեղծ ուզում եմ հասկանամ։ Ով են այդ խորհուրդ տվողները, որ տենց պիտի անեն։ Ու քանի տարի դեռ պիտի տենց խորհուրդ տանք, որ տենց պիտի շարունակվի։ Ասում եմ, Արցախի կորուստը 5000 տարի տեղ հայի հող է եղել։ Դաս չեղավ մեզ։ Էլի հիմա էլ պետականությունը կորցնենք, եկեղեցին կորցնենք, էլի բաժանվենք մի քանի պետությունների մեջ ու թափառականի ձևով ապրենք, այդ ինչա հոգեացի սեղանների շուրջ ասենք, մենք բանենք, տանջված ժողովուրդ ենք։ Այդ խոսողներն ընդհանրապես չպիտի թողնենք, որ խոսեն։ Մի անգամ ուղղակի տեղը այնպես չէր, որ պատասխան է, հոգեացի սեղանի շուրջ մի հոգևորական ասում է, դե սա մեր բան իրավիճակն է։ Նորմալ։ Մենք դե բանն ենք տանում մեր վրա, տանջվածությունը, տանջված ժողովուրդ ենք, սաղ աշխարհի տանջվածությունը մեր վրա պիտի տանենք, այդ ինչ մտածելակերպ է։ Աստվածաշուչում տես բան է ասվում։ Ասում պայքարեք։ Էլի պարտվենք, էլի կոտորվենք, բան դառնանք էլի։ Ամեղ նահատակ։ Իմաստ է էլի։ Ուզում եմ տրամաբանությունը ուզում եմ հասկանալ։ Ես իրոք չեմ կարողանում հասկանալ։ Ես կարող եմ ծերից ծեր սխալ եմ խոսում։ Ես ասում եմ, ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ էլ։ Ինձ չի հետաքրում ոչ մի այդ բաները, թե ով ինչ կասի դրա հետ կապված։ Ես խոսում եմ որպես սովորական հայ մարդ։ Եվ կարևորը գիտեք որն է, որ դուք ոչ միայն խոսում եք, այլ պատրաստ եք քայլերի։ Ինչը արդեն ցույց եք տվել։ Չէ, մի վարքյան, ես չգիտեմ այդ ձևը, ասում եմ նորից եմ ասում։ Ես չունեմ ընտանիք ունեմ, երկու փոքր երեխա ունեմ։ Ես չգիտեմ, ասենք կնստեմ իմ համար, ոչ մի բան չեմ անի։ Աշխարհի որ կետում ուզենամ, փառք Աստծո։ Ասենք թաքուն չի իմ, թե ապրածը, թե արածը, թե հնարավորությունները։ Իսկ այդ դեպքում ո՞նց են Հայաստանում մարդիկ հրամաններ կատարում, այն պատճառաբանությամբ, թե տուն են պահում։ Նայեք, խնդիրը ինչի մեջ է։ Սովորական հայ մարդ է, երեք եկել է։ Նայում եմ, ոստիկանների դեմքին նայում եմ, սովորական հայ մարդ է։ Այդ չէ որ ասենք որ մեկի տունը թալանեին, այդ մարդն էր գալու, փորձեր բանաներ, օգներ, ճիշտ է։ Էլի այդ նույն ոստիկանությանն ենք, չէ՞ զանգելու։ Չէ՞։ Չեն զանգում, ցանկացած մարդեր եք որ ընտեղ։
Էլի ոստիկանություն են, չէ՞ զանգել։ Հիմա որ գողություն լինի, մայրաթորից նույն, զանգել են ոստիկանություն, չէ՞։ Այդ նույն մարդիկ են, չէ՞ գալու փորձեն օգնեն։ Հիմա այդ մարդը ահա որ իրավիճակում է։ Նայում ես դեմքին, սովորական հայ մարդը ահա որ իրավիճակում է, բայց ինքը չգիտի ելքը, ինքը գիտի, ասենք լավ, ասեց մի հոգին, ասեց ես բան գրեցի, ազատման դիմում գրեցի, գնացի տունը նստեցի։ Դոմինոյի էֆեկտ չի ունենա։ Պիտի տեսնեն այլընտրանք առաջնորդություն պիտի տեսնեն, որ մարդիկ գնան այդ քայլին։ Պիտի տեսնեն ուր են, ում հետևից են գնում, ինչ են անում։ Ես դրա համար եմ ասում, այսօր իմ կարծիքով, ասում ով ոնց ուզում է թող մտածի։ Այսօր այդ իրավիճակը ստեղծվել է։ Կոնկրետ երեք այդ իրավիճակը ստեղծվեց։ Երեք բոլոր ընդդիմադիր ուժերը եւ երկու անկախ падգամավորներ համաձայնվել են Միքայել Սրբազանի տեխնացիան շուրջ։ Ես ասում եմ, ես անձամբ Միքայել Սրբազանին անձամբ շատ չենք շփվել, որ բայց ես իր ելույթներով գիտեմ։ Հասկանալի է, պարոն Թամամյան, ու գիտեմ, որ Բագրատ Սրբազանի կողքն է եղել։ Եկեղեցուց կարծիք է հնչում, դիրքորոշում, որ հերիք մեզ այդ քաղաքական առևտրի մեջ ներքաշեք։ Հնչել է այդ դիրքորոշումը։ Ոնց պատասխանեմ, որ չթիրախավորենք։ Որ գիտեք, մի քիչ իրավիճակը այնպեսին է, ես շատ չեմ ուզում մի քիչ ավելի գոշտ խոսեմ այդ մասին։ Ու նաև այնտեղ շատ մարդիկ իրոք հարազատ են, որոնց իրանց ես ուղիղ դեմքներին եմ ասել այդ մասին։ Բայց սխալվում են իրենք։ Չի ցույց տալիս փորձը, որ սխալվում են հաջորդը գա։ Այսինքն, այլ ինչ անեն, որ ասենք կաթողիկոսի մասին, վեհապարի մասին ինչեր է գրում։ Լավ էլ ինչ անեն։ Ամեն մեկը ստենց մենք բանենք, պինդ հայ տղամարդ ենք, մեկը հանգարց մեզ սիգնալ տա հետևից, կիշնենք կասենք արի գլուխդ կջարդեմ, բա վեհապար հայրապետին, ինչ ասես չի գրում, մեկը չկասի, ախպե մի վարկյան, այսինքն էդ ինչ արդայություն է, հետո լավ շատ գրիշպաններ չասեմ էլի։ Պարոն Թամամյան, ես հասկանում եմ ձեր իրանք սխալվում են, չարաչար սխալվում են, ու ես ես ցավով եմ ասում, ու իրենց էլ եմ ասել, հարազատաբար եմ ասել, ասում եմ Արցախի կորուստը թող դաս լինի, այսօր իրավիճակ է ստեղծվել, նայեք, ես դες մի հատ պարզ իրավիճակ ներկայացնեմ, Նիկոլ Փաշինյանը, այդ որ ներկայացնում են, թե չի հասկանում, բան չի անում, անկապ բաներ են խոսում, այդպես բան չկա, շատ լավ գիտի, շատ խելացի, քայլ առ քայլ մարդը գործը իր անում է, քայլ առ քայլ, եթե որևէ մեկին թվում է, թե ինքնից հախուռն ինչ-որ բաներ անում, չարաչար սխալվում է, քայլ առ քայլ ինքը իր քայլերը անում է, այս ամբողջ, օրինակ, մի տրամաբանական հարց տամ, այս ամբողջ ինչ-որ կատարվեց, մեր երկրի հետ, մեր պետականության հետ, չէ, ուրիշ բան եմ ասելու, մեր պետականության հետ, նույն Արցախի կորուստը, Նիկոլ Փաշինյանը գիտի, չէ, որ պատմության մեջ ոնց է գրվելու, ինքը ինչ պիտի անի, որ տենց չգրվի, ձեր կարծիքով ինչ պիտի անի, փորձի դա բարթել ժողովրդի էլիտաների, ոչ, էդի չի հաջողվի, պատմություն գրողներին պիտի փոխի, չէ, նաև դարեդար հայտնի է, չէ, որ եկեղեցին պատմագրության հիմնական աղբյուրն է, չնայած հիմա իրան չի հաջողվի դա, որտեվ այս 21-րդ դարն է, այդպես չի, բայց ինչ պիտի անի, պիտի այդ ամբողջ իրավիճակը փոխի, չէ, հարմարացնի, այնպես, որ դա ոչ թե կորուստ, ինչ ասում են իրենք բացել, բայց դա ոչ թե կորուստ էր, այլ դա գտածո էր մի հատ էլ, իրենց համար, դա հերոսություն էր, իրանք փրկեցին մեզ, իրանք Արցախը տալով մեզ փրկեցին, հիմա դա այդ նարատիվն է գնում, որպես հետևանք դեպորմացիան է իրենց խանգարելու, և ստեղ կապ չունի այդ քաղաքական բանը, խանգարելու է դրա համար, ինչ պիտի անի, ինչ ինքը հիմա անում է, էլ ինչ ասի ու անի, Համաձայն եմ, եւ ի վերջո դեֆորմացնելու են հանրային հիշողությունը։ Իհարկե։ Գիտեք, ես եւ ձեր վրդովմունքն եմ հասկանում, բայց մի անկեղծ բան էլ ասեմ, դրա համար շատ ուրախ եմ, որովհետեւ այս իրավիճակում այս վրդովմունքը չունենալը նորմալ չէ եւ առողջ չէ։ Եվ նաեւ բարդ է, որովհետեւ ձեզ հետ համաձայն եմ շատ հարցերում ու թվում է, թե որ ես առանձնապես հարցեր չունեմ ձեզ։ Բայց մյուս կողմից էլ, տեսեք, հնչեցին զանգերը։
քանի տարի է ես այդ հարցը տալիս եմ, երբ են հնչելու զանգերը, հնչեցին։ Ուղիղ եւ փոխաբերական իմաստով հնչեցին։ Երբ որ մենք շատ հաճախ համեմատում ենք Սարդարապատի հերոսամարտի հետ, երբ Գևորգ Սուրենյանց կաթողիկոսը հնչեցրեց զանգերը, հրաժարվեց էվակուացվելուց, պայքարի մղեց զինվորականությանը։ Եթե մենք համեմատում ենք ուղիղ այս իրավիճակի հետ այդ գործողությունների հերթականությունը, քայլերը, այն մարդ զանգերը հնչեցին։ Հոգևորականությունը գետնի վրա ցույց տվեց, որ պատրաստ է պայքարի։ Բա մյուսները զինվորականություն, քաղաքական էլիտա, մշակութային էլիտա, մյուսները ժողովրդից հատված տեսանք ատամներով կարճած կռիվ էին տալիս։ Բա շարունակությունը ինչ-որ համակարգ է դա։ Նայեք, երբ որ ոնց է ընդհանրապես ֆիզիկայի օրենքը ասեմ, թե տրամաբանությունը ասեմ, երբ որ ձնագնդին սկսում է պտտվել։ Ձյունը ձնագնդին սկսում է պտտվել։ Մեծանում է։ Ինքը մեծանում է, չէ՞, ժամանակապետք որ մեծանա, ճիշտ է։ Երեք այդ պտույտը խանգարեցին։ Չէ, մի վարքյան։ Եթե քացով խփենք այդ ձնագնդին քանդենք ամեն անգամ։ Ձնագնդին երբեք չի դառնա, չի խոշորանա։ Ամեն անգամ վրան մի հատ երման ջուր լցնելով։ Պետքա նաև համբերել։ Եվ նաև գիտեք, եկեղեցու զանգերը հնչեցին։ Բայց քանի մարդ իմացավ դրա մասին։ Հետո քանի երկու ժամ հետո դադարեց։ Քանի անգամ է հնչել Հայաստանում եկեղեցու զանգերը նման ձևով։ Բա ինչի դադարեց։ Մարդը օրինակ ասենք բանից, վայքից քշելով գալիս է կամ կապանից կամ լեննականից քշելով պիտի գան, չէ՞ պիտի հասնեն, չէ՞։ Միշտ հաղթում է կազմակերպվածությունը։ Մենք գիտենք, չէ՞, որ նման իրավիճակ էր լինելու։ Ես հաստատ ամենախելացի մարդը չեմ։ Բայց ասենք տարական գտածակով մտածում եի ու դրա մասին գրել եմ։ Հաջորդը գալու են վեհարանի վրա։ Հաջորդը գալու են վեհապարի հետևից։ Այսինքն, եթե գալիս են, հիմա զուտ միայն կոչով, նախ պետք է տարածվի հասցնի։ Առաջի փուլը ընտիր եղավ։ Առաջին հերթին իհարկե հոգևորականներն էին մեր շատերը, բայց ոչ միայն։ Նաև ժողովուրդը առաջի գծում։ Եվ զորքը մտցված գլխիկոր հետ գնաց։ Քանի անգամ ա եղել նման բան։ Քանի անգամ ա եղել նման բան։ Այսինքն, ոնց ասեմ, ես ես մի պարզ օրինակ բերեմ։ 2020 թվականին, չգիտեմ, այդ դեպքերը տեսել եք, թե չէ, Արոնաբանականի շուրջ կատարվողը։ Երբ որ բժիշկ Դանելյանին փորձեցին հանեն, հրամանը տվեցին, նախարարի հրամանով հանեցին։ Եվ մենք հերթով սկսեցինք ազատման դիմումներ գրել։ Հերթով ամեն օր մեկը մի բաժինը, երկրորդ բաժինը։ Ու պատկերացրեք, իմ գրելուց հետո երկրորդն է գրել, երրորդն է գրել, չորրորդը ասեր, թե չէ ոնց որ չի ստացվում, հիասթափվեցին, գնացինք տներով ժողովուրդ։ Ստացվեց, չէ՞։ Քանի անգամ ա եղել ինքը իր տված հրամանը հետ կանչեր։ Ստացվեց, չէ՞։ Այսինքն օթից բան չեմ ասում։ Օթից չեմ վերցրել այդ։ Չեմ հիշում բասկետբոլի ամերիկյան որ հայտնի խմբերից մեկում էր, թե բեյսբոլի։ Ասում եմ այդ իրենց որտեղ որ փոխվում են հանդերձանում այդ բանն է գրած, հիմա բառացի չեմ հիշի, բայց իմաստը ամբողջությամբ այն էր, որ չհանձնվելու վերաբերյալ, ասում եմ, երբ որ մտածում ես հանձնվելու մասին, գնա անտառ։ Անտառում կնայես կացինը ոնց են խփում ծառին։ Մեծ հաստապուն ծառա, խփում է այնքան ժամանակ ու մինչև այն հարվածը, որով տապալում է, մարդը կողքից որ նայում է, մտածում է, այս ծառը երբեք չի տապալվի։ Եվ այն մարդը, որ ասում է չի տապալվի, թողնում գնում է, այտենց էլ իմանում է, որ չի տապալվելու։ Այդ վերջի հարվածն է տապալում։ Երբեք չգիտես այդ որն է այդ վերջի հարվածը, բայց տրամաբանությունը հուշում է, երբ որ առաջի հաղթանակ ունենում ես, առաջինից պիտի գումարես երկրորդը, պիտի գումարես երրորդը։ Չէ՞ ժողովրդին ոգևորել է պետք։ Ոչ թե պարտվածի ձևով բան կանենք։ Հերիք այդ պարտությունները։ Հերիք լուրջ եմ ասում։ Ասենք լավ, ինչքան կարելի է պարտվել։ Ինչքան կարելի է թույլ լինել։ Ինչքան թույլ լինենք։ Փոքր ենք, խենք փոքր։ Թո չլինենք փոքր։ Մեր տրամաբանությունն է այդտեղ։ Նաև այստեղ մեր ժողովրդի մտածելակերպի խնդիրել ունենք մեր։ Մենք երեք է դրա մասին
այլ առիթով այլ միջավայրում խոսել եմ էլի։ Ասենք մեր բանը որն է, ժողովրդական ասեմ, նաև մեր ծնողները ոնց են, չէ, մեծամասնությունը ասում, բան ես զգուշ կլնես։ Ինչ ասեմ, դա տղամարդու վայել բանա ասելու։ Հա, հասկացանք։ Բայց դա սխալ արտահայտություն է։ Այդտենց ուժեղ բան չեն դա սերուն չի դաստիարակվում։ Ես ամեն անգամ ասենք որ ասում են հայրեն ասեր, առաջի հիմա ասացի ու էլի ջանովը սարսուռ անցավ։ Առաջի մարդը, որ իմ աչքի դիմաց է գալիս, երբ որ ասում են հայրեն ասել, գիտեք ով է։ Կարին Տոնոյանը։ Իր որդուն քնից հանել ուղարկել, որ պատերազմը սկսվել, չեմ կարողանում ասելուց էլ։ Իրոք ջանովը սարսուռ է անցնում։ Ինչքան հզոր պետք է լինի մարդ։ Որդուդ հանես, ես մենք ինչ ենք անում։ Զգույշ տես մի բան չլինի, չհասկացանք։ Տղամարդկությունը։ Դες տղամարդկություն ենք բան անում։ Ամեն բոլորս մի օր մեռնելու ենք։ Ոչ մեկ չի հավերժ ապրելու։ Դա նույնիսկ նույնն է մեռը։ Ամեն մեկս մի օր մեռնելու ենք ինչ-որ մի բանից։ Բայց այնց ապրենք, որ ես իմ համար ամենակարևորագույնը այն է, որ իմ երկու երեխեքս կյանքում մտքներով չանցնի, որ իրանց հայրը կարող է ինչ-որ միտեղ իր սկզբունքներին դեմ է գնացել։ Ինչ-որ միտեղ իր գլուխը կախել է։ Չկա տենց բան։ Դա ինչ ասեմ, ինքնասիրության հարց է։ Այդ առաջին ինքնասիրության հարցը, տղամարդու ինքնասիրության հարց է։ Տղամարդ պետք է լինենք։ Էս է խնդիրը, այդ կենացները, բաները, ինչ կենացներ ենք խմում։ Ինչ կենացներ ենք խմում։ Ինչի մասին ենք խմում, այդ կենացները թարգեք ժողովուրդ ջան։ Ինչ կենացներ ենք խմում, հելնում ենք։ Այն մարդիկ, ովքեր որ գնացել են, ես ամաչում եմ, երբ որ այն մարդկանց մոտ եմ խոսում, ասենք այն մարդկանց հետ եմ խոսում, որոնք օրինակ ազնազոհաբար գնացել են, մեկը, չգիտեմ, ինչ-որ վիրավորվել է կամ համեստ, երեք չառաջ որ խոսում եմ մի տղայի հետ Բոստոնի համալսարանը վերջերս ավարտեց։ Zoom-ով խոսում էինք, չէի ճանաչել միջև այդ։ Աշխարհի լավագույն համալսարաններից մեկն է։ Գնացել է այնտեղ սովորել է։ Եվ ինչ որ խոսակցություն գնաց, համեստ, որ համեստ տղա էր։ 22-23 երևի տարեկան։ Ասում դե հա ես ինչ որ չեմ հիշում ինչ որ ասեցի իսկ ծառայել ես, ասես դες կարմրելով ասես դե ճիշտ ասած ես համ կերպանին մասնակցել եմ 44 օրյային մասնակցել եմ։ Այսինքն համեստորեն կենացները ժողովուրդ ջան թարգեք, ես ասում եմ ամեն անգամ երբ որ տեսնում եմ այդ կենացները արդեն մոտս բան է լինում էլի։ Ինչ որ դիսկոմֆորտ է իմ մոտ լինում։ Եթե քանի մենք էս իրավիճակում ենք, թարգեք այդ կենացները։ Էս իրավիճակում։ Հեշտ է կենաց ասելը։ Ամփոփելու համար մի այսպիսի երևույթ կա, կոչվում է մերիտոցիդ, երբ նպատակաուղղված ոչնչացնում են հասարակության լավագույն շերտերին։ Գիտեք, մի բան ակնհայտ է, որ այս իշխանությունը եւ առանձին ներկայացուցիչներ հասարակության լավագույն շերտերին, լավագույն մարդկանց թիրախավորելը ոչ միայն հստակ քաղաքականություն է իրենց համար, այլ նաեւ անձնական վրիժառության, անձնական քինախնդրության, անձնական փոքրοκության դրսևորում։ Մի մարդ կա, որի անուն ազգանունը ես տալ չեմ ուզում այս տաղավարում, որովհետեւ չարժե։ Հերիք է ասել մի բան, որ ինքը ասոցացվում է մահվան հետ։ Եվ ամենամեծ պատիժն է, որ բժիշկ լինելով իրեն համարում են մահ։ Դա ամենամեծ պատիժն է։ Եվ այդ մարդը ձեզ թիրախավորում է օրինակ։ Չեմ ուզում հարցնել ինչ կպատասխանեք իրեն, դա չէ հարցը։ Չէ, իրան պատասխանելու ես բան չունեմ, ես իր պատասխանը վաղուց եմ տվել։ Նախ ամեն մեկին պետք չի բժիշկ կոչել։ Դիպլոմ ունենալը այդ չի նշանակում բժիշկ լինել, մեկ։ Երկրորդը ոնց ասեմ, շատ կոպիտ եմ ասելու, բայց այս կոշիկս իր ապրած կյանքից ավելի ծանր է։ Այդքանով սահմանափակվենք դրա մասին, մնացածը ես ասել եմ։ Ես իմ ամեն ասացի համար պատասխան միշտ տվող եմ։
Պատրաստ եք, որ ձեզ են թիրախավորելու իրավական ճանապարհով։ Ես երբեք որևէ բանից, ես իմ ամեն ասած տարի, ամեն ապրած րոպեի համար կյանքումս միշտ պատասխան եմ տվել, պատասխանատու եմ ու պատասխան եմ տալու։ Երբեք չեմ խուսափել դրանից։ Երբեք։ Հենց հիմա էլ դրսում էլ քայլելուց միշտ պարզ ճակատով, միշտ ով ուզում է լինի դիմացը։ Ես ամբողջ կյանքս գիտեք, ինչքան, ասենց ասեմ, կլինի, ինչքան միտինգ եղել է բոլոր իշխանությունների ժամանակ։ Միշտ առաջնագծում եմ եղել, կամ չգիտեմ, ամենայն դեպս ընդեղ եմ եղել։ Այսինքն ես իմ բնույթով համակերպվող չեմ։ Դա կլինի 2008 թիվը, մարտի 1-ը, դա կլիներ դրանից հետո հանրահավաքներ, դա կլիներ նույն 16 թիվը, 18 թվին Հայաստանում չեմ եղել այդ օրերին, բայց անկեղծորեն ուրախացել եմ, որ կարող է սա ինչ-որ վերածննդի ասեմ, ու հավատացել եմ, անկեղծորեն, և ուզել եմ, որտև իմ երկիրն է, մենակ, ինչ ասեմ, վատ մարդը չի, կամ չար մարդը չի ուզենա, որ իր երկիրը հաջողի, ու իմ համար ահա որ մեծ ցավ է, որովհետև ես չեմ ուզել, որ սենց լինի, ես չեմ ուզել, որ իրանք այս իրավիճակում էլ հայտնվեն, ներկա իշխանության ժամանակ, որտև իմ երկիրն է, ինձ ոչ մեկ, ոչ մի բան է, այսինքն, անես չի, որ ոչ ընդեղից որևէ ակնկալիք ունեմ, ոչ ընդեղից, ոչ մի տեղից, ես ոչ քաղաքական մարդ եմ, ոչ, ես փառք Աստծո իմ մասնագիտական դաշտում, այնքան ունեմ արած, որ բավարար է, կարամ ոչինչ չանեմ էլ, այլևս կարամ ոչինչ չանեմ էլ, հաստատ արածս բավարար է, բայց հաստատ դեռ շատ բան կա անելու, բայց գիտեք ինչ ասեմ, ցավում եմ, որ իրոք մեր երկիրը այս իրավիճակում է հայտնվել, ցավում եմ ասում, որտև մերն է, մենք անընդհատ չենք դասեր քաղում, մենք կոտորվում ենք, 15 թիվ ցեղասպանություն, հետո պետականության կորուստ, հետո, հələ մինչև այդ չեմ գնում, հետո հազիվ մի հաղթանակ ունեցանք, մսխեցինք, հետո Արցախի կորուստ, այսինքն էլ ինչ, էլ ուր, էլ ինչ ենք ուզում անենք, ուր ենք գնում էլի, հանուն ինչի, ասում եմ բոլորս մի օր, ինչ-որ մի օր գնալու ենք այս աշխարից, չկա տենց մարդ, որ հավերժ ապրի, բայց ինչ ենք թողնելու մեզնից հետո, այսօր գիշերը, ամեն մարդ քնելուց առաջ մտածի, այսօր գիշերը, որ առավոտը չարթնացավ, ինչ է թողնելու իրանից հետո այս աշխարհում, մեկը կարող է մտածի փող է թողնելու, մեկը կարող է մտածի չգիտեմ ինչ, էդ է մնալու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։